Փորձենք մի քիչ ավելի պարզ լեզվով հասկանալ ինչ է հաշվեկշիռը։ Պատճառը կայանում է նրանում, որ այնինչ ունենք եւ այնինչ վերահսկում ենք հաճախ տարբեր է։ Առանց լրացուցիչ խորանալու յուրաքանչյուր ակտիվի առանձնահատկության մեջ մենք իրականում կարող ենք սխալ պատկերացում կազմել։ Նաև կարևոր է հաշվի առնել, որ եթե մենք դադարեցնենք մեր բիզնեսը, այդ բոլոր ակտիվները հնարավոր չի լինի վաճառել հաշվեկշռային արժեքով։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, բարեկալուստ Պարզից Պարզ podcast։ Յուրաքանչյուր էպիզոդում մենք ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գրագիտությունը կարևորելու եւ այս նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք ստեղծել որակյալ կրթական բովանդակություն, որը կօգնի ձեզ կայացնել գրագետ ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ podcast-ին, որպեսզի միասին կարողանանք կառուցել ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բաժանորդագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական տեսանյութերը։ Այսօր կխոսենք մեկ այլ կարևոր ֆինանսական հաշվետվության մասին, որը ցույց է տալիս ոչ միայն ինչ ունենք մենք ակտիվների տեսքով, այլ նաև ինչ պարտավորություններ ունենք պարտավորությունների մասով։ Փորձենք պատասխանել մի պարզ հարցի. եթե այսօր դադարեցնենք մեր բիզնեսը, ինչ կունենանք։ Ոչ հասույթը, ոչ շահույթը, ոչ էլ այն, ինչ հաճախ սեփականատերերը կարծում են, որ ունեն։ Զարմանալի չէ, որ շատ փոքր եւ միջին բիզնեսի սեփականատերեր նույնիսկ չգիտեն, թե ինչ ունեն, այսինքն իրական պատկերացում, թե բոլոր պարտավորությունները վճարելուց հետո ինչ կմնա իրենց, չունեն։ Պատճառը կայանում է նրանում, որ այնինչ ունենք եւ այնինչ վերահսկում ենք հաճախ տարբեր է։ Եվ այդ ամբողջ հարցերի պատասխանը իրականում ամփոփված է հաճախ անտեսված հաշվետվության մեջ, որը կոչվում է հաշվեկշիռ կամ ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն, եթե նայենք ժամանակակից մի քիչ ավելի բարդ լեզվին։ Մի ծանոթ բիզնեսմեն ինձ ասաց, որ ունի բիզնես, որը գնահատվում է $1 միլիոն։ Քանի որ ուներ բավականին լավ վաճառքներ, պահեստում ուներ բավականին ապրանքներ, ուներ լավ սարքավորումներ եւ առաջին հայացքից այդ ամեն ինչը բավականին համոզիչ էր։ Իրականում, երբ կազմեցինք հաշվեկշիռը, պարզվեց, որ կան բավականաչափ մեծ պարտքեր մատակարարներին, որ պահեստի պաշարները այդքան էլ արագ չեն վաճառվում, ինչպես նաև կան բանկերի նկատմամբ մեծ պարտավորություններ եւ հարկային պարտավորություններ։ Եվ արդյունքում ստացվեց, որ բոլոր այդ պարտավորություններից հետո սեփական կապիտալը համարյա զրոյական էր եւ իրականում բիզնեսը չարժեր $1 միլիոն։ Բիզնեսը Իրանից ներկայացնում էր ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ բարձր վարկային ծանրաբեռնվածությամբ գործունեություն։ Փորձենք հասկանալ վարկագծային մոդելները կամ պատրանքները։ Առաջինը դա, այսպես ասած, սեփականության պատրանքն է, այսինքն հաճախ մեզ թվում է, թե այն ինչ վերահսկում ենք, մերն է։ Իրականում մեր բիզնեսում եղած ակտիվների մի մասի նկատմամբ իրավունքներ ունեն մեր մատակարարները, որոնք մատակարարել են ապրանքներ եւ ծառայություններ, ունեն այդ նմանատիպ իրավունքներ բանկերը, որոնք տրամադրել են վարկեր եւ այլ վարկային գործիքներ, օրինակ լիզինգ, ունի պետությունը, որը բավականին էֆեկտիվ հավաքագրում է հարկերը եւ արդյունքում ստացվում է, որ այն ինչ որ մենք վերահսկում ենք, դեռևս մերը չէ։ Մերն է այն, ինչ մնում է բոլոր պարտավորությունները կատարելուց հետո։ Երկրորդ թակարդը դա պարտքի անտեսումն է։ Հաճախ մենք կենտրոնանում ենք ակտիվների վրա, թե ինչ ունենք, ապրանքների տեսքով, սարքավորումների տեսքով, շինությունների այլ հիմնական միջոցների տեսքով, սակայն մոռանում ենք պարտքերի մասին։ Սակայն պարտքը լուր իր գործը կատարում է, ճնշում է ամեն օրը, որ պատտվում է, իր հետ բերում է կուտակվող տոկոսագումարներ եւ ի վերջո նաեւ պարտքը ունենում է ժամկետ, որի ավարտին պետք է վերադարձնել գումարները։ Հաջորդ թակարդը դա ակտիվների պատրանքն է։ Իրականում ակտիվներ ասելով մենք ընդհանրացնում ենք իրարից բավականին տարբեր ակտիվներ, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները։ Դրանց մի մասը ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը,
մաշվածության արդյունքում։ Դրանց մի մասը արագ վաճառվող չեն, հետևաբար արագ փողի չեն կարող վերածվել։ Մասն էլ հաճախ պարզապես թղթի վրա են գտնվում, սակայն մենք այս բոլոր ակտիվներին վերաբերվում ենք ընդհանուր որպես ակտիվներ եւ առանց լրացուցիչ խորանալու յուրաքանչյուր ակտիվի առանձնահատկության մեջ մենք իրականում կարող ենք սխալ պատկերացում կազմել։ Փորձենք մի քիչ ավելի պարզ լեզվով հասկանալ ինչ է հաշվեկշիռը, այն պարզապես ֆինանսական վիճակի տվյալ օրվա դրությամբ, հաճախ տարվա վերջի դրությամբ պատկերն է։ Առաջին հերթին նայենք, թե իրենցից հիմնականում ակտիվային մասում, այսինքն հաշվեկշիռի ձախ մասում ինչ ունենք։ Ամենաիրացվելի ակտիվը դա կանխիկն է, կանխիկ գումարը մեր մոտ կամ մեր բանկային հաշվին։ Այնուհետև ունենք այլ կարճաժամկետ ակտիվներ, դրանք են դեբիտորական պարտքերը, այն պարագայով մենք վաճառում ենք ապրանքները եւ ծառայությունները ապառիկ, այսինքն միանգամից գումարը չվերցնելով, առաջանում են դեբիտորական պարտքեր, որոնք հետաձգված վճարումներ են իրենցից ներկայացնում։ Հաջորդ ընթացիկ ակտիվները դրանք պաշարներն են, որը նշանակում է ապրանքներ մեր պահեստում։ Դրանք ավելի քիչ իրացվելի ակտիվներ են, քանի որ դրանց մի մասը հնարավոր է չվաճառվի։ Ինչքան մենք բիզնեսը ճիշտ են կառուցում, այնքան այդ ապրանքները վաճառվում են ավելի ամբողջությամբ եւ ավելի արագ, ինչքան դրանց վաճառքի շրջանառությունը բարձր է, այնքան հնարավոր է տարվա ընթացքում ավելի շատ գումար վաստակել։ Այնուհետև գալիս են ոչ ընթացիկ ակտիվները, մասնավորապես սարքավորումների եւ այլ գույքի տեսքով, դրանք երկարաժամկետ են եւ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, մաշվում են եւ այդ մաշվածությունը նաեւ հաշվապահորեն է ձևակերպվում։ Նաև կարևոր է հաշվի առնել, որ եթե մենք դադարեցնենք մեր բիզնեսը, այդ բոլոր ակտիվները հնարավոր չի լինի վաճառել հաշվեկշռային արժեքով եւ հաճախ վաճառքի դեպքում եւս կունենանք տարբերություններ, որոշ դեպքերում բավականին էական։ Հաջորդ կարևոր հանգամանքը հենց ակտիվների իրացվելիությունն է։ Ամենաիրացվելի ակտիվ, ինչպես ասացի, կանխիկն է, հաջորդը դեբիտորական պարտքերն են, քանի որ դրանք իրենցից ներկայացնում են արդեն իսկ տեղի ունեցած վաճառքների գրանցում հետաձգված վճարման պայմանով, բնականաբար ռիսկ կա, որ այդ վճարումների մի մասը կարող է չստանանք, բայց որպես կանոն դեբիտորական պարտքը ավելի իրացվելի է, քան ապրանքը կամ պաշարը մեր պահեստում, քանի որ դա դեռևս նույնիսկ վաճառված չէ եւ որոշ դեպքերում կարող են չվաճառվել, հնանալ, փչանալ, գողացվել եւ այլ գործողությունների ենթարկվել։ Սարքավորումները, ինչպես ասացի, ժամանակի ընթացքում արժեզրկվում են եւ որքան յուրահատուկ առանձնահատուկ են լինում այդ սարքավորումները, այնքան դժվար կլինի այդ սարքավորումները վաճառել, դրանք ձեռք բերելուց տարիներ անց։ Բնականաբար այստեղ հաշվապահական հաշվառումը եւ իրական արժեքը կարող են էապես տարբերվել միմյանցից։ Ինչ ունենք հաշվեկշռի աճ մասում, պայմանական դիտարկենք ձախ եւ աճ մասեր, ձախ մասում ունենք ակտիվներ, աճ մասում ունենք պարտավորություններ եւ սեփական կապիտալ, որը իրենից ներկայացնում է ակտիվների եւ պարտավորությունների տարբերությունը։ Պարտավորությունները, ինչպես եւ ակտիվները, լինում են կարճաժամկետ կամ ընթացիկ մինչեւ 1 տարվա ժամկետով եւ երկարաժամկետ կամ ոչ ընթացիկ, որոնք ենթադրվում են 1 տարուց ավել։ Ընթացիկ պարտավորությունների մեջ ամենահաճախ հանդիպողները դրանք կրեդիտորական պարտքերն են կամ մատակարարներին մեր պարտքերը ապրանքների եւ ծառայությունների մատակարարման դիմաց, դա մեր անձնակազմի աշխատանքի վարձատրության կամ աշխատավարձների գծով հաշվեգրված կամ կուտակված պարտքերն են, դա հարկերի գծով կուտակված պարտքերն են, ինչպես նաեւ ֆինանսական հաստատությունների, բանկերի հետ ձևավորված մեր պարտքային հարաբերությունները, այսինքն ստացված վարկերը, որոնք կարող են լինել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ։ Հաշվի առնել, որ պարտավորությունները նաև ունեն հստակ ժամկետներ, ինչպես մատակարարներին վճարվող գումարները,
այնպես վարկերը ունեն հստակ մարման գրաֆիկներ եւ օրինակ աշխատավարձներն ու հարկերը եւս ունեն իրենց վճարման վերջնաժամկետները։ Արդյունքում, ինչպես արդեն ասացի, ակտիվների եւ պարտավորությունների հանրագումարի տարբերությունը ներկայացնում է իրենից մեր սեփական կապիտալը, այսինքն սեփականատերերի ներդրված եւ ժամանակի ընթացքում վաստակած գումարը։ Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այնինչ թղթի վրա է եւ այնինչ տեղի կունենա իրականում, եթե այսօր գործունեությունը դադարեցվի եւ փորձենք վաճառել ակտիվները, վճարել բոլոր պարտավորությունները, արդյունքում կմնա իրական սեփական կապիտալը եւ ՖՄԶ-ների դեպքում հնարավոր է, որ պատասխանը ակնկալիքը բավականին դրական չլինի, քանի որ սարքավորումները վաճառելը դժվար է եւ էական զեղչերը պետք տրամադրել։ Ապրանքները, որոնք գտնվում են պահեստում լուծարման պարագայում վաճառելիս եւս էական զեղչեր են ենթադրում, այլ ակտիվները իրացնելը եւս հաշվեկշռային արժեքներից կարող են տարբեր լինել։ Արդյունքում իրացումից մենք կստանանք հավանաբար ավելի քիչ գումար, պարտավորությունները ավելի քիչ ծավալներով իրացնելը կամ կատարելը սովորաբար իրատեսական չի, արդյունքում թղթի վրա եղած սեփական կապիտալը իրականում հնարավոր է եւս նվազի։ Դիտարկենք շինարարական բիզնեսի, միջին բիզնեսի օրինակ։ Ենթադրենք ընկերությունը ունի $300,000 սարքավորումներ, $200,000-ի դեբիտորական պարտքեր եւ $20,000 կանխիկ միջոցներ։ Ընդհանուր ստացվեց, որ ունենք $520,000 ակտիվներ։ Թվում է, թե բիզնեսը բավականին ուժեղ է, բայց նայենք նաև պարտավորությունների մասը։ Պարտավորություններում ունենք 250,000-ի բանկային վարկ, 180,000-ի պարտք մեր մատակարարներին եւ եւս 50,000-ի հարկեր, ընդամենը 480,000։ Ստացվեց, որ մեր սեփական կապիտալը ըստ հաշվապահական տվյալների կազմում է ընդամենը $40,000։ Հիմա նույն հարցը տանք, արդյոք $40,000 բիզնեսը նույն կերպ ուժեղ է թվում, թե արդեն այդքան էլ չէ։ Փորձենք ամփոփել իրականում ինչին պետք է ուշադրություն դարձնել հաշվեկշիռը կարդալիս։ Առաջինը սեփական կապիտալի ներուժ։ Աճում է ժամանակի ընթացքում մեր սեփական կապիտալը, թե նվազում։ Երկրորդը պարտքի կախվածություն։ Որքանով է մեր բիզնեսը կախված արտաքին ֆինանսավորումից կամ օրինակ նույն բանկային վարկերից։ Երրորդ կարևոր հարցը դա ակտիվների որակն է։ Արդյոք մեր ակտիվները իրական են եւ իրացվելի, թե դանդաղ ռիսկային եւ որոշ դեպքերում անորոշ։ Ամփոփելով ասենք, որ հաշվեկշիռը դա հաշվապահության մասին չէ, հաշվեկշիռը բիզնեսի ֆինանսական իրավիճակի մասին է։ Այն ցույց է տալիս, թե որքանով է բիզնեսը ռիսկային, դիմադրողական եւ իրականում ինչ ունենք մենք։